Ողջույն, այսօր ուրբաթ է, հուլիսի 10-ը 2020 թվական։ Ես հիմա Հանրապետության հրապարակում եմ, որտեղից ուղևորվելու եմ Կոտայքի և Գեղարդյունիքի մարզեր։ Այսօրվա իմ ծրագրում Բջջնին է իր տեսարժան վայրերով և Կապուտակ Չքնաղ Սևան։ Բջջնի ուշագրավայրերից մեկի Ծակքար կոչվող ժայռի մոտ, որը բնության հրաշքներից է։ Սա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է ձորի երկայնքով ձգված ժայռերի մեջ։ Հիմա գտնվում եմ Կոտայքի մարզի Բջջնի գյուղում։ Հեռավորությունը Երևանից 33 կիլոմետր։ Հայաստանի հնագույն այս բնակավայրը գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ Բջջնին հայտնի է նաև իր հանքային ջրով։ Բջջնի գյուղն առաջին անգամ հիշատակում է Ղազար Փարպեցին 5-րդ դար, իսկ արդեն 11-րդ դարից Բջջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Այս ճանապարհը տանում է դեպի Բջջնի ամրոց, որը գտնվում է համանուն գյուղի արևելյան մասում, Հրազդան գետի աջ ափին։ Այն գյուղը բաժանում է երկու մասի՝ Մեծ Բջջնի և փոքր։ Գտնվում է այս փոքրիկ Աշոտ Պապի կոչվող հանգստյան գոտին, որտեղ ձեր հանգիստը կարող եք վայելել հարմարավետ տաղավարներում։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Բերդը ավերվել ու ամայացվել է 16-ից 17-րդ դարերում։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, հիշատակվում է վաղ միջնադարից։ Ջրամբար, բայց ջրամբար լինել չէր կարող, որովհետև այստեղից ոչ մի խողովակ չի գա։ Մեր առջևում հիմա պալատական կառույցի ավերակներն են։ Պարսպապատն է, որի երկարությունը 120 մետր է։ Սա հայտնի գաղտնուղին է, որը Բջջնի ամրոցը կապում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսարանը ամրոցից։ 1673 թվականին այստեղ իջևանել է ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։
1770 թվականին ճանապարհորդ Տարնեֆորը։ Հեռվում բլրի գագաթին երևում է Սուրբ Սարգիս եկեղեցին, 7-րդ դար, սրբատաշ տուֆից գմբեթավոր ամենափոքր եկեղեցին Հայաստանում, վերանորոգվել է 1970 թվականին, գտնվում է Բժնի գյուղի արևելյան մասում։ Բժնի կենտրոնում գտնվող միջնադարյան հայ ճարտարապետական զարդերից մեկի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, կամ ինչպես տեղացիներն են անվանում, Բժնով վանքի մոտ, 1031 թվական։ Զորավոր այս եկեղեցին կառուցվել է նշանավոր գիտնական Գրիգոր Մագիստրոս Փալավունի իշխանը 1031 թվական։ Կառուցված է կարմիր և դարչնագույն սրբատաշ քարերով։ 1272 թվականին եկեղեցուն կից կառուցվել է այս փոքրիկ մատուռը։ Գմբեթը հովարաձև է, որի վրա տեղադրված է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած 2 մետր բարձրություն ունեցող երկաթե խաչը։ Վանքի տարածքում կան համբավավոր վարպետների բազմաթիվ խաչքարեր, այդ թվում Մելիքսեդ վարդապետի 2 խաչքարը։